Չաթոյան օրեր առաջ հայտնի դարձավ, որ գյուղի բնակիչ 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ է հայտնաբերվել եւ ենթադրվում է, որ քաղցրավենիքի միջոցով է երեխային փոխանցվել։ Խոսակցություններ կան, որ դպրոցի կազմակերպած միջոցառումից հետո է դեպքը տեղի ունեցել։ Կմանրամասնեք նախ ինչ է տեղի ունեցել, ինչ հանգամանքներում, ինչ է ձեզ հայտնի։ Մայիսի 29-ին տեղի է ունեցել էքսկուրսիա, աշակերտները եղել են ուսուցիչների ուղեկցությամբ, գնացել են Կարին գյուղում APT ընկերություն, տնկարան է բարեգործական հիմնադրամ։ Էքսկուրսիան նորմալ է անցել, էքսկուրսիան օրինական է եղել իմ հրամանով, թույլտվությունը եղել է։ 17:15 կամ 20 ներողություն եմ խնդրում ժամը հստակ չֆիքսելու համար, էքսկուրսիայից երեխաներն արդեն վերադարձել են։ Ծնողի ուղեկցությամբ կոնկրետ տվյալ երեխան գնացել է տուն։ 21:50 րոպեին ծնողը զանգահարել է դասղեկին եւ ասել, որ երեխան լավ չի զգում։ Եվ կարծեմ հաջորդ օրը տեղափոխել են հիվանդանոց։ Այս պահին երեխան արդեն երեկվա դրությամբ գտնվում է տանը, վիճակը լավ է, իսկ ձեր նշված հանգամանքը, որ հայտնաբերվել է այսինչ կամ այնինչ թմրամիջոցը, մենք տեղեկություն չունենք, բայց ձեզ տեղեկացնեմ, որ գործը քննում է իրավապահ մարմինները եւ ձեզ էլ որպես զանգվածային լրատվության միջոց հարգելով ձեր աշխատանքը, խնդրում եմ այնպիսի տեղեկատվություններ տարածել, որը որ չխանգարի իրավապահ մարմինների աշխատանքին, մնացածը կարծում եմ շատ արագ կբացահայտվի, անհրաժեշտ ինֆորմացիան կունենանք ինչպես մենք, այնպես էլ դուք եւ հասարակությունը, բայց այս պահի դրությամբ ամենակարևորը երեխայի առողջությունն է։ Մնացած բոլոր հարցերը հավատացեք երկրորդական են։ Ինչ վիճակում է ինքը տեղափոխվել հիվանդանոց երեխան եւ այսինքն ստացվում է այս երկու շաբաթների ընթացքում երեխան գտնվել է հիվանդանոցում, նա գիտակցության է եղել, թե անգիտակից վիճակում է եղել։ Տեսեք, ես այսպես ասեմ, կոնկրետ տվյալ դասարանի 7-րդ դասարանի համար մայիսի 22-ից այլևս դասապրոցես չի եղել։ Այսինքն, այսպես եթե կարող ենք ձևակերպել, երեխաները մեր վերահսկողության տակ չեն եղել։ Այսինքն արդեն իրենց համար գրեթե արձակուրդներ են։ Այդ առումով մենք դժվարանում ենք ասել, բայց տեսեք, ձեր նշած հանգամանքի վերաբերյալ կոնկրետ մեր բնակավայրում երբևիցե նման պատմություն չի եղել։ Անգամ դպրոցը որևիցե տհաճ պատմության մեջ չի ընկել։ Մոտավորապես ամիս ու կես առաջ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացել եմ շնորհակալություն այն բանի համար, որ մեր դպրոցը այդ բացասական առումով չկա նշված իրենց փաստաթղթերում։ Պարոն Չաթոյան, իսկ զրույցներ ունեցել եք ուսուցիչների հետ դեպքից հետո, նրանց հետ խոսել եք այն մասին, արդյոք սնունդ ընդունել են այդ ընթացքում, էքսկուրսիայի ընթացքում երեխաները, որովհետև ինչպես արդեն նշեցի, մամուլում տեղեկություններ է տարածվել, որ ենթադրյալ թմրամիջոցը քաղցրավենիքի միջոցով է փոխանցվել։ Խոսել եք նրանց հետ, ինչ սնունդ են ընդունել այդ ընթացքում, ինչ ծագման սնունդ է եղել, որտեղից էին գնել։ Տեսեք, անմիջապես բնականաբար, երբ որ արդեն տեղյակ եմ եղել, որ կա նման իրավիճակ, անմիջապես ուղեկցող, ոչ միայն ուղեկցող ուսուցիչների, այլև բոլորին հրավիրել եմ, որպեսզի հասկանանք, քննարկենք, տեղում, քանի որ ընկերությունը բարեգործական է, բոլոր երեխաներին հյուրասիրել են։ Եվ դա միայն մեր դպրոցի երեխաներին չի, բոլորին իրանք հյուրասիրում են, ըստ մեր ունեցած տեղեկությունների, էլի։ Եվ ուսուցիչները ասել են, որ հյուրասիրել են լավաշ, պանիր, վարունգ, հա, բայց տեսեք, եթե ընդունենք նշված հանգամանքը, ապա դա չէր կարող անդրադառնալ մեկ երեխայի վրա, էլի։ Այսինքն ենթադրում եք, որ սնունդը, որ ընդունել է երեխան,
որի միջոցով ենթադրաբար այդ թմրամիջոցը փոխանցվել է, էքսկուրսիայի ընթացքում չի այդ ամեն ինչը տեղի ունեցել, որովհետև եթե էքսկուրսիայի ընթացքում տեղի ունենար, բոլորի վրա կանդրադառնար, բոլոր երեխաների վրա կանդրադառնար, կարելի է ենթադրել, որ էքսկուրսիայի ընթացքում չի այդ ամեն ինչը տեղի ունեցել, այլ գուցե տանը կամ այլ վայրում, որտեղ երեխան միայնակ է եղել։ Տեսեք, ձեր ասածը ամբողջությամբ տրամաբանական է, բայց ես կխուսափեմ ասել, որ այսպես կամ այնպես, քանի որ ինքս մասնագետ չեմ եւ շատ եմ ուզում, որ այդ հարցի պատասխանը տան մասնագետները։ Մենք չենք կարող պնդել, բայց այն, որ տեսեք, այսպիսի մի բան ասեմ, 21 երեխա եւ ուղեկցող ուսուցիչներ, հա? 7 ուսուցիչ։ Ես թիվը դրա համար հատուկ շեշտում եմ, էլի պատկերացնում եք ինչ ուշադրության, ինչ հսկողության տակ են եղել։ Իհարկե ոչինչ չի բացառվում։ Մեր դպրոցը բազմաթիվ էքսկուրսիաներ է կազմակերպել, կոնկրետ այդ էքսկուրսիան եղել է ճանաչողական, հա, որևիցե խնդիր չի եղել։ Հավատացեք, սա մեծ խնդիր է նաև մեզ համար։ Ավելին ասեմ, առաջի շահագրգիռ անձածնողների հետ միասին հանդիսանում ենք նաև մենք, քանի որ երեխան մեր երեխան է։ Եվ մեր գերխնդիրն է այս պահին առաջինը երեխայի առողջական վիճակը փառք Աստծո արդեն գնահատվում է լավ, իսկ մյուսը հույս ունեմ, ես մեր իրավապահ համակարգի մասին բավականին բարձր կարծիք ունեմ եւ կարծում եմ շատ արագ կբացահայտվի։ Հավատացեք ինձ, ես այդպես մտածում եմ։ Պարոն Շատյան, դուք նշեցիք, որ բոլորը միասին են ծնվել այդ կենտրոնում, բարեգործական կենտրոնում, իսկ ուսուցիչների հետ խոսել եք այն մասին, գուցե այդ ընթացքում այլ անձինք են մոտեցել երեխաներին կամ ինչ-որ բան են փոխանցել երեխաներին էքսկուրսիայի այդ ժամերի ընթացքում։ Տեսեք, մի փոքր հեռվից կարելի է գամ, որպեսզի այդ էքսկուրսիան կազմակերպենք, մեզ անհրաժեշտ է եղել մոտավորապես 7 ամիս։ 7 ամիս առաջ ենք հերթագրվել եւ այդ օրն է եկել մեր հերթը։ Տվյալ կազմակերպությունում անհնար է, որ մեր դպրոցի երեխաները շփվեն այլ դպրոցի երեխաների հետ։ Հիշում եք, որ ասացի այնտեղ սնունդ են հյուրասիրել, հա, որպեսզի չխառնվեն իրար նաև իրենց համար, այդ տվյալ ընկերության համար խառնաշփոթ չառաջանա, իրենք ընդունում են մեկ դպրոցին, բաց են թողնում տարածքից նոր հաջորդին։ Այսինքն շփումը այլ տեղի երեխաների հետ կարելի է ասել բացառվում է։ Այլ անձանց հետ ընդհանրապես նկատի ունեմ ոչ միայն այդ կենտրոնում, այլ նաև կենտրոնից դուրս, թե միայն գնացել են կենտրոն եւ կենտրոնից հետ են վերադարձել։ Ինչ որ այգի չեն գնացել, ինչ որ ատրակցիոններ չեն գնացել, որևէ այլ տեղում չեն եղել երեխաները։ Ոչ։ Տեսեք, տրանսպորտը տարել է, տրանսպորտը եւս եղել է բարեգործական հիմնադրամին։ Երբ որ վերջացել է էքսկուրսիան, նստել են նույն տրանսպորտը եւ հետ եկել։ Հիշեցնեք ինչ կենտրոններ։ Գտնվում է Կարին գյուղում, բարեգործական հիմնադրամ է, տնկարան APT։ Հասկացա։ Մյուս երեխաների առողջական վիճակը այս ընթացքում չի վատացել, որևէ մեկը ոչինչ չի բողոքել ծնողներին։ Ոչ, որևիցե խնդիր չկա։ Բոլորը փառք Աստծո առողջ են։ Եթե պարոն Շատյան, քրեական վարույթ է նախաձեռնել, ենթադրվում է, որ այդ ենթադրյալ թմրամիջոց օգտագործելու կասկածանքը եղել է ամեն դեպքում իրավապահների մոտ։ Ձեզ հայտնել են, թե ինչ թմրամիջոցի, ինչ են կասկածում, ինչ թմրամիջոցի մասին է խոսքը եւ ինչ չափականակի մասին է խոսքը։ Անկեղծ ասած ոչ, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Ծնողների հետ չեք զրուցել։ Ծնողների հետ զրուցել եմ, երբ որ լսել եմ ինֆորմացիան, առաջի քայլը որ եղել է, այցելել եմ նաև իրենց բնակարան։ Ասել եմ, որ շահագրգիռ կողմ ենք, որ պատրաստ ենք աջակցելու ցանկացած հարցում պատրաստ ենք աջակցելու, օգնելու, այն ինչ ինֆորմացիա ունենք տրամադրելու իրավապահ համակարգին, այսինքն սա այն դեպքն է, երբ որ ուղղակի այս բառերի համար ներողություն եմ խնդրում, անդաստիարակություն կլիներ ծնողի կողքը չկանգնելը։ Այս մեր պարտքն է, որովհետև հավատացեք, եթե երեխան մտնում է դպրոց, ուրեմն երեխայի ծնողը մենք ենք, ինձանից սկսած բոլոր ուսուցիչները։
Երեխան քանի մեր վերահսկողության տակ է, մենք նրա համար ծնող ենք։ Հենց հաշվի առնելով այդ հանգամանքը, եւ տեսեք բնակավայրը մեր փոքր է։ Ես էլ ուսուցիչներն էլ բավականին լավ կապի մեջ ենք ծնողների հետ։ Այսինքն որևիցե խնդիր էլ չի եղել։ Անգամ անձնական։ Բոլորս իրար ճանաչում ենք, եթե մեր գյուղում մեկը մյուսին բարեկամ չի, քաղաքսանիկական հարաբերություններ չկան, ուրեմն հարևան է։ Ինչպես ընտանիք է։ Շատ լավ ընտանիք է, աշխատող, չարչարվող։ Տեսեք, հայրը աշխատում է, հա։ Մայրը զբաղված է տնային հոգսերով, տնային տնտեսուհի է։ Երեխաները նորմալ, ես դժգոհելու ոչինչ չունեմ։ Չի ասի գերակտիվ երեխաներ են, բայց ինչ-որ կասկածի տեղ էլ չեն թողել, որ այսպես կամ այնպես։ Հետո տեսեք նաև մի այսպիսի բան ասեմ, քանի որ դպրոցը փոքր է, մենք շատ երեխաներ չունենք, 57 երեխա, չհաշված առաջի դասարանը, մնացած բոլոր երեխաներին 90%-ով գերազանցապես ճանաչում եմ ելնելով իրենց հոգեբանությունից կամ այդ երեխան ինչի է ընդունակ չէ։ Այսինքն դպրոցին նայում ենք նաև որպես մի տուն, մեկ ընտանիք։ Քույր եղբայր ունի։ Այո, եղբայր ունի, եղբայրը սովորում է նույնպես մեր դպրոցում, փոքր է, այս տարի փոխադրվել է 4-րդ դասարան։ Եվս էլի կա տանը մանկահասակ երեխա։ Ինչքան մանկահասակ բան, նորացի նկատում եք։ Հիմա կսխալվեմ, որ եթե հստակ նշեմ, կարծում եմ 2 տարեկանին մոտ, այսինքն նույն ընտանիքն է, ինչպես բոլորին է, էլի առօրյա, թե դուք գիտեք, գյուղերում ինչպես են լինում, հանգիստ, մարդիկ իրենց աշխատանքին։ Այսինքն ոչ ընտանիքի անդամների, մյուս անդամների վարքագծում ու երեխայի վարքագծում երբևէ որևէ արտասովոր բան չեք նկատել։ Անկեղծ ասած ոչ չեմ նկատել։ Նկատի ունեմ չէր կարող ընտանիքի ներսում տեղի ունենալ ինչ-որ բան։ Տեսեք, հիմա նման բան ասելուց ես կխուսափեմ, որովհետև չի կարելի պնդել, որ այս մի բանը մենք բացառում ենք, հետո որ պարզվի դա այդպես չէ, ես ինչպես եմ պատասխան տալու, ես չեմ կարող ոչ արդեն այս դեպքից հետո ոչինչ այլևս չենք բացառում, էլի եմ ասում, հույսը մնում է մեր իրավապահ համակարգը, որին ես չափազանց վստահում եմ։ Իսկ երեխային տեսել եք այս ընթացքում։ Ոչ, երեխային չեմ տեսել, միայն բավարարվել եմ այն հանգամանքով, որ 3 արդեն երեխային բժշկական կենտրոնից դուրս են գրել, վիճակը լավ է, եւ վիճակը լավ է, հիմնվում եմ ծնողների առած հայտարարության հիման վրա։ Անջատան նաև նշեցիք 57 աշակերտ կա դպրոցում, 21-ը էքսկուրսիայի են գնացել, 21-ը տարբեր դասարանների երեխաներ, ոչ թե 7-րդ դասարանի։ Տեսեք, քանի որ դասարանների թիվը փոքր է, ունենք 8 երեխա, 9 երեխա, մի դասարանում ունենք 4 երեխա, հա, մասնակցել են 5-ից 8-րդ դասարանի աշակերտները, 4-ը դասարան։ 7-րդ դասարանում քանի աշակերտ կա։ 7-րդ դասարանում 8 երեխա։ Անջատան նաև այդ դեպքից հետո ինչ-որ գյուղում խոսակցություններ կան, որ այլ փոքր միջադեպեր է եղել, փորձել են երեխաներին կոնֆետ տալ, անհայտ ծագման կոնֆետներ տալ եւ գյուղացիները գտել են այդ տղամարդուն, որը փորձել է կոնֆետներ տալ, ծեծի են ենթարկել նրան, դուք տեղյակ եք նման միջադեպից, ասում են նաև այս 2 դեպքերից հետո գյուղում մի փոքր վախի մթնոլորտ կա, խուսափում են երեխաներին միայնակ թողնել փողոց կամ թողնել, որ այլ անձանց հետ շփվեն։ Դեպքի մասին տեղյակ չեմ, կարծում եմ, եթե լիներ նման բան մենք կիմանայինք, ինչի համար եմ ասում, որովհետև կապ չունի դասապրոցեսը թե ոչ, դպրոցը ծնողների հետ համագործակցում է եւ համագործակցում է շատ փայլուն։ Ցանկացած հարց մենք քննարկում ենք։ Հետո գիտեք, կրթությունը միայն ուսուցիչ սովորող հարաբերությունը չի։ Եթե այստեղ բացակայում է ծնողը, այդ կրթությունը համարեք ծախողված է։ Որևիցե հարցով մենք ծնողներից չենք խուսափում։
Ցանկացած պահի, եւ եթե դասապրոցեսի ընթացքում գաք դպրոց, կտեսնեք այդ ակտիվությունը։ Օր չկա, որ դպրոցում ծնողները չլինեն տարբեր հարցերով։ Մենք անգամ հրավիրում ենք։ Լինում են նաեւ սահմանված կարգով դպրոցի կանոնադրության ծնողական ժողովներ։ Ես գիտեմ, որ ինձանից հետո դուք կարող եք նաեւ գյուղում, հա, մարդկանցից հարցնել։ Ես վստահ եմ, որ ասելու են այն ինչ կա։ Դպրոցը որևիցե ծնողի կամ այլ բնակավայրի այլ բնակչի համար փակ չէ։ Դուք երեխայի ծնողի հետ խոսել եք, իրենք ինչ են ասում, օրինակ մեղադրում են դպրոցին տեղի ունեցածի մեջ հաշվի առնելով, որ էքսկուրսիայից հետո է տեղի ունեցել, թե չեն մեղադրում դիտարկում են այն վարկածը, որ դեպքը տեղի ունեցել այլ միջավայրում։ Տեսեք, որոշակի խոսակցություններ եղել են, բայց ես դա այս կտրվածքով եմ դիտարկում, մարդը կարող է մի բան ասել հուզական էմոցիայի վիճակում եւ բոլորովին այլ բան, երբ որ մի փոքր սթափվել է, հա, ու որպեսզի չվնասենք երեխային, մենք անտեղի քննարկումներ, անտեղի երկխոսության մեջ չենք մտել։ Գուցե ասել է, որ օրինակի համար մեղավորի տնօրենը, մեղավորի ուսուցիչը կամ այս կամ այն, պետք չի դրան արձագանքել, որովհետև մարդու հուզական վիճակը հասկանալով արձագանքը սխալ կլինի։ Եվ կարծում եմ բոլոր այս հարցերի պատասխանը քննությունը կտա։ Ձեզ են ասել այսինքն, որ դուք եք մեղավոր կամ ուսուցիչը, թե այլ խոսակցություններ եք խոսել։ Խոսակցական մակարդակի վրա դրա համար չեմ անդրադարձել։ Եվ կարիքներ չկա, կարծում եմ այս պահին այդ ընտանիքը ունի աջակցության կարիք, ոչ թե խոսակցության կամ վիճաբանության, հավատացեք, դա օգուտ չի բերել։ Դա ստեղծված իրավիճակը չի լիցքաթափելու։ Ամեն դեպքում ուսուցիչները մինչև վերջին պահ, մինչև երեխաներին ծնողներին հասնելը եղել են այդտեղ։ Տեսեք, խնդիրը ինչու՞ն է կայանում։ Օրինակի համար ունենք ուսուցիչ, որը օրինակի համար ապրում է հարևան համայնքում։ Երբ որ հասել է իրենց համայնք, հա, տրանսպորտից իջել է, բայց մնացածը եղել են տրանսպորտում ամեն դեպքում, եւ սենց մի բան կա, կներեք, դուք որտեղից եք, նկատի ունեմ, հարցից համար ներողություն եմ խնդրում, ձեր բնակավայրը։ Երևան։ Երևանում օրինակի համար էքսկուրսիա եթե տանում են, ընդունենք 30 երեխա, մեկ ուսուցիչը կարող է տանել բերել, չէ՞։ Բայց տեսեք, այս դեպքում 7 ուսուցիչ։ Լավ, ասենք, բերել են իջացրել վերջնակետ, ոչ 7-ով, պակաս են եղել, բայց դրա խնդիրը ո՞րն է, չէ՞ որ վերջի ուսուցիչներ են եղել, որոնք երեխային հասցրել են վերջնակետ։ Ամեն դեպքում, եթե դա մեղադրանք է կամ ես ընդունում եմ, որ այստեղ մենք սխալ ունենք, հա, կարող է չիջնել, բայց զուտ մարդկային առումով գալիս է, մեկ էլ նորից պիտի հետ դառնա, ես այստեղ խնդիր չեմ տեսնում, տվյալ ուսուցչի պարագայում, որ իջել է, բայց ընդունում եմ, հա, սա այն հարցն է, որտեղ կոնկրետ ես համարում եմ, որ մեղավոր եմ։ Մեկ ուսուցիչ է իջել ճանապարհին, թե 7-ով գնացել են, քանի ուսուցիչը երեխաներին վերադարձրել գյուղ։ Հիմա տեսեք, անկեղծ ասած չեմ հիշում, այդ պահին ամսի 30-ին եւ 31-ին քննարկում ենք ունեցել, հա, 3-ը իջել են, ընդ որում 3-ն էլ մեր բնակավայրից չեն եղել։ Իսկ դասվեկը 7-րդ դասարանի դասվեկը հենց թե նա էքսկուրսիան չի մասնակցել։ Մասնակցել է, տեսեք, հրամանով նաև պատասխանատվությունը դրված է բոլոր դասղեկների վրա։ Մենք միշտ ենք այդպես անում։ Դասվեկը ավտոբուսից իջածների մեջ է եղել, թե գյուղ վերադարձածների։ Իջածների մեջ է եղել։ Այսինքն դասվեկը այս գյուղից չի։ Ոչ, այս գյուղից չի։ Իսկ այստեղ է դասվեկը, թե կարող է դասվեկի հետ խոսել։ Մի հատ ես գրաֆիկը նայեմ, ներողություն եմ խնդրում։ Իրավապահները ձեզ հայտնել են, թե ինչ հոդվածով է քրեական բարույթ նախաձեռնվել։ Ոչ, նման ինֆորմացիայի չենք տիրապետում։ Ձերբակալվածների մասին տեղեկություն նույնպես չունեք, կան արդյոք ձերբակալված անձինք։ Չունենք, բայց մենք ես հայտարարել եմ, որ համագործակցության համար իրավապահ համակարգի հետ մենք բաց ենք։
Ձեզ հարցաքննության հրավիրել են կամ ուսուցիչներից որևէ մեկին։ Ուսուցիչներին հրավիրել են հարցաքննության բոլորին, ովքեր որ եղել են, բայց ինձ ոչ։